Լաց է լինում մարի գտնում, միներ աղվեսը ետ եկավ։
աղաչեց Մարիկկում ու երկրորդ ձակն է ձգեց ներքև, աղվեսը հա, էս էր առավ գնաց։ Oh
գնաց, ահա գրկին աղվեսը ետ եկավ։ Հազիվ էր ասել, գրկում բնից գլուխը հանեց։ Ագրավը լավ ու ագրավի վրա բարգացած աղվեսը պոչը կաշեց հեռացավ։ Գնաց մի դաշտում, սուտ մարդկի տվով, վեր եկավ, իբր թե սատկել է։ Ագրավն էլ կարծեց, իրավ թե սատկել է, թռավ, եկավ, վրեն իջավ, որ աչքերը հանի։ Աղվեսը հապ, հանկարծ բռնեց։
Թե չի լինի, էլի քեզ կուտեմ։ Գնացի։ Վերևից թռչելիս ագռավը նկատել էր, որ մի թփում պարկած էր գնվածու շուռ։ Աղվեսին տարավ, դուրս վերավ իր այդ թփի վրա։ Այ, ես թքում է իմ պահուստը։ Աղվեսն ագահ վրա ընկավ թփին, շուռվեց, լոկարտից դրնեց, դրեց տակին։ Աղվեսը լավ սկսեց խրխրալ։
շնորհակալություն եմ հայտնում պարոն Կարենին իր անձնատուր, անձնանվեր աշխատանքի համար մեր երեխաների հետ ջանք եւ եռանց չխնայելու եւ արդյունքը տեսանք։ Ընկեր Մանուկյանին, Սուզաննա Մանուկյանին ուզում եմ հատուկ շնորհակալություն։ Ինչ ասեմ, նորից շնորհավորում եմ, շնորհակալություն։ Այս ներկայացման մեջ 25 երեխա իրեն միս ու արյուն է դարձնում երաժշտությունը, վոկալը, իրեն բեմում իրենց պահելու կարողություններ, իրենց զարգացում հմտությունները ձեռք բերում։ Եվ մենք հետո հետևելու ենք այս երեխեքին ավելի մեծ բեմերում։ Մեր երեխաները հրաշքներ են, այսօր իրենք ապացուցեցին։ Շնորհակալություն Կարեն ջան, շատ շնորհակալ։
Սիրելի երեխաներ, ես ուզում եմ ասեմ, որ այստեղ մենք հրաշալի բեմականացում ունեցինք, ներկա եղանք հրաշալի աշխատանքի, որը մեր պարոն Ղարիբյանի, մեր արվեստի դպրոցի, մեր եւ սաների աշխատանքի արդյունքն է։ Եվ սա ունի մեծ խորհուրդ, որը ներկայացվում է Նոր Հաչնի արվեստի դպրոցի կողմից, որի տնօրենը մեր հրաշալի Լիլիթ Ռուբենովնան է։ Որ ունի այսպիսի հաստատություն, այսպիսի արվեստի դպրոց, այսպիսի աշխատակիցներ եւ այսպիսի երեխաներ։ Մենք ձեզ շատ սիրում ենք, մենք շնորհակալ ենք ձեր կատարած աշխատանքից, պարոն Կարեն, եւ այսօր համագիր ղեկավարի անունից ես կուզեմ ձեզ հանձնել շնորհակալագիր Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ Նոր Հաչնի համայնքապետարան։ Շնորհակալագիր տրվում է Նոր Հաչնի համայնքապետարանի արվեստի դպրոց վարքի ուսումնասվար Գարեն Հակոբի Ղարիբյանին իր աշխատանքային գործունեության ընթացքում կատարած անմնացորդ աշխատանքի նվիրումի, ներդրման եւ ավանդի համար։ Ուրեմն երբ որ ես առաջի անգամ եկա Կոտայ, Նոր Հաչն, ամենասկզբից իրապես մոտեցա Տիկին Լիլիթին։ Եվ Տիկին Լիլիթը չզարմացավ, ես որոշ բաները ցուցադրեցի, իրան պատկերացումը որ ունենա ով եմ ես եւ ինչ եմ, ինձ ուղարկեցին բան քաղաքապետարան, չէ՞։ Հիմա քաղաքապետարանում ուր որ մտնում եմ, այմեն ասում են ձեր եկելաստը ինչ չանես, հադրոտ օպերա, ինչ օպերա։ Ես արդեն իսա հանեղած, որը կորսման մտերասում են, մոտեցա Տիկին Գոհարի սենյակը, ինքն ասեց մի անգամ, եկած գնանք ղեկավարի։ Գնացի ղեկավարի մոտ, ես մտա իր հետ, հավականի խոսեցի, որովհետև շատ բաներ ես թողել եմ շշի հաստատղթեր, բաներ, որով ես կարող էի ներկայանալ, իվ այդ ներկայանալու համար, բայց բարեբախտաբար ունեմ նաև ընենց ընկերներ, ինչպիսին է Սոթին Ամայից Մաշյանը և շատ ուրիշներ, որոնք իրար անցան, ասին հնարավոր չի այս ձևով գործը իսատվող է անանեք, և ես ամենին ես կպարտեմ միայն Տիկին Լիլիթին, որը ամենակից Խորի երախտագիտությամբ շնորհակալություն ենք հայտնում։ Խնդրում եմ պարոն Կարեն Ղարիբյան կանգնել, բոլորը տեսնեն ձեր դոնքի շոճյան տեսքը։ Այս հրաշալի մարդ ինքը ոչ միայն արվեստի գրականության ներկայացուցիչների հետ է շատ մտերիմ, այլ ինքը ունի ազատամարտիկ շատ լավ ընկերներ, որոնք իրեն մեծ հարգանքով են վերաբերվում։ Երբ բեմը հարթակի վարագույրները բացվեցին, ազատամարտիկների հետ միասին կրվել են։ Երբ բեմը հարթակի վարագույրները բացվեցին, ես մեծ ուշադրությամբ լսում էի այն շշուկները, որ ասում էին գեղարվեստական հետ նկարչական ձևավորումը ինչ հոյակապ է։ Բեմը սկսվեց հենց այդ ձևավորումից։ Խորի երախտագիտությամբ նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ քերի աշակերտներ։ Շնորհակալություն, որ այն քաղաքում, որտեղ ես ապրում եմ, կարող եմ հպարտությամբ ասել եւ արվեստը, եւ գրականությունը, եւ մշակույթը իր բարձունքների վրա է։ Եվ դրա հեղինակը ես չեմ, այդ բոլոր այն մարդիկ, որոնք շփվում են արվեստի դպրոցի հետ։ Շնորհակալություն, որ դուք կաք, Ընկեր Ղարիբյան, անչափ շնորհակալ եմ նաև ճակատագրին, որ ճանաչում եմ ձեզ։ Ներկայացումը իսկապես հոյակապ է։ Իր այից մինչև վերջին կետը ասված է այն, ինչ որ պետք է։ Ուզում եք, որ ձեզ չխաբեն, ժամանակակից ձևով ասեմ, իրազեկված եղեք։
տեղեկացված մարդը ամենապաշտպանված մարդն է։ Դա երեխաների ուսանելի չարի վերջը այսօրվա ներկայացման։ Մեկ անգամ ևս շնորհակալություն։ Thank you.